Բարև ձեզ, իմ անունը Արման է, YouTube-ի օգտատերերից շատերը ինձ հարցնում էին, ինչ անել, եթե Toyota մեքենայի բորդ կոմպյուտերը տալիս է աշիպկա, clean sensor ու տաբլոյի վրա վառում է Zistronic-ի դեղին նշանը։ Ուրեմն նայեք, առաջինը պետք է փորձել մաքրել Zistronic ռադարը ու Toyota-ի լոգոն։ Բայց եթե մաքրելուց հետո էլ աշիպկան մնում է, նշանակում է Zistronic ռադարը շարքից դուրս է եկել։ Իրան պետք է փոխել, ուրիշ ոչ մի ձևով խնդիրը չի լուծվի։ Ու նայեք, երբ որ ձեր ռադարը հանում եք ու դնում եք բեոշնին, որը առել եք քանդողի մոտից, հենց շտեկերը միացրեցիք, բանալին բացելուց հետո աշիպկան պետք է կորի։ Կոմպյուտեր միացնել դիագնոստիկա զբրոս պետք չի։ Եթե բեոշնի ռադարը դնում եք առած ու աշիպկան չի կորում, ուրեմն էդ էլ չի աշխատում։ Նորմալ ռադարը հենց միացնեք, պետք է աշիպկան կորի։ Ու նույնը, եթե Ամերիկայից գալիս է մեքենան, ասենք թե դեմից խփած ու Zistronic ռադար ընդհանրապես չկա վրան, ինքը գրում է pre-collision աշիպկան։ Հենց նորմալ աշխատող Zistronic ռադարը դնեք, քանդողի մոտից առած պետք է աշիպկան կորի։ Եթե չի կորում, ուրեմն շարքից դուրս եկած է, փորձեք ուրիշը դնեք։ Երկու դեպքում էլ ոչ դիագնոստիկա պետք, ոչ զբրոս։ Այսքանը, ստեսություն։